Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբո ամեն։ Այն ժամանակ Պետրոսը պատասխան տվեց ու ասաց նրան. Ահավասիկ մենք թողեցինք ամեն բան եւ եկանք քո ետևից։ Արդ մենք ինչ կունենանք։ Հիսուս նրանց ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե դուք, որ եկաք իմ ետևից, երկրորդ գալստյան, երբ որ մարդու որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստեք 12 աթոռների վրա, դատելու Իսրայելի 12 ցեղերին։ Եվ ամեն ոք, ով թողել է տուն, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ, իմ անվան համար հարյուրապատիկը պիտի ստանա եւ հավիտենական կյանքը պիտի ժառանգի։ Շատ առաջիններ վերջին պիտի լինեն եւ վերջիններ առաջին։ Այս հարցը Պետրոսի եւ պատասխանը մեր Տեր Հիսուս Քրիստոսի տեղի ունեցավ այն դեպքից հետո, երբ հարուստ երիտասարդը մոտեցավ Քրիստոսին եւ հարցնում էր երկնքի արքայություն ժառանգելու համար։ Եվ Քրիստոս ի վերջո իրեն խորհուրդ տվեց, ասեց գնա, հրաժարվիր ունեցվածքիցդ եւ արի իմ ետևից։ Եվ երիտասարդը տրտմեց այդ պատասխանի վրա եւ հեռացավ։ Եվ հիմա Պետրոսն ասում է, իսկ մենք որ թողել ենք եւ եկել ենք քո ետևից, մեզ ինչ կլինի։ Եվ Քրիստոս պատասխանում է, ասում է, դուք իմ փառքի մեջ պիտի նստեք 12 աթոռների վրա, դատելու Իսրայելի 12 ցեղերին։ Մեկնիչներն իհարկե ասում են, որ առաքյալները չէ որ պիտի դատեն։ Այս խոսքը նշանակում է, որ դուք էլ իմ փառքին փառակից պիտի լինեք, փառքի գահերի վրա պիտի բազմեք երկնքի արքայության մեջ։ Եվ Քրիստոս շարունակում է ոչ միայն առաքյալների համար, այլ ասում է ամեն մարդ, որ թողած այս աշխարհի մեջ իր ամբողջ ունեցածը կգա իմ ետևից, հավիտենական կյանքը, հարյուրապատիկը կժառանգի եւ հավիտենական կյանքը կժառանգի։ Այսինքն ինչ պիտի թողնի մարդը։ Մարդը ոչինչ չունի որ թողնի, ինչ էլ որ ունի Աստված ա տվել։ Թե մայր, թե հայր, թե քույր, թե եղբայր, թե զավակներ, թե կին, թե ամուսին, ամբողջ Աստծո պարգևն է։ Այս աշխարհի մեջ մխիթարվելու համար, այս աշխարհի մեջ ապրելու համար, այս աշխարհի կյանքում մխիթարություններ ունենալու համար։ Եվ որ պահին, որ Աստված մարդուն կանչում, մարդը պիտի պատրաստ լինի այս ամենը թողնելու։ Այս ամենը թողնելու եւ գնալու Քրիստոսի ետևից։ Ոչ միայն այս ամենը թողնելու, ոչ միայն նյութական բաներ, ազգականներ, հարազատներ, բարեկամներ, այլ նաեւ սեփական կյանքը թողնելու։ Եվ այսօր մեր եկեղեցին կատարում է սրբերի տոն, որոնք այդպես ընթացան։ 4-րդ դարի սկզբներից մինչև 4-րդ դարի վերջերը ապրած սրբեր էին սրանք, Գուրաս եւ Սամոնաս քահանաները, Աբիբա Սարկավագը, Ռոմանոս Միայնակյացը եւ մի մանուկ, որ Քրիստոսին խոստովանեց եւ նահատակվեց հասմամանկանն խոստովանողի եւ Հյուսիքոս զինավորը, որին զինավոր է ասում, բայց պալատական բարձր պաշտոնյա էր։ Սրանք բոլորը հալածանքների ժամանակ չուրացան Քրիստոսին, իրենց հավատքը խոստովանեցին, կտանքների ենթարկվեցին, չարչարանքների ենթարկվեցին, ամենատարբեր տեսակի կախեցին պարիսպներից, մի ձեռքով, հետո մի ոտքով, վերջում գլխատեցին քահանաներին, սարկավագին այրեցին։ Տեսակի անարգանքների եւ վշտերի ենթարկվեցին մարդիկ, բայց ինչը իրենց պահեց, իրենց հավատքը պահեց,
իրենք հավատում էին, որ այս կյանքի ոչ մի պարգև, ոչ մի փառք, ոչ մի ունեցվածք, ոչինչ է հավիտենական կյանքի համար, հավիտենական կյանքի համեմատ։ Եվ պատրաստ էին այդ ամեն ինչից հրաժարվելու։ Նույնիսկ հալածանքները, տառապանքը, մահը, վշտերը, ցավերը ոչինչ էին։ Եվ այս սրբերի հիշատակը կատարելով մենք պիտի այսօր նայենք մենք ինչպես ենք ընթանում։ Այսօր տեսակի գայթակղություններ կա Քրիստոսից հրաժարվելու, ավետարանից հրաժարվելու, երկնքի արքայության ճանապարհը թողնելու եւ տարբեր տեսակի ճանապարհներով գնալու։ Եվ շատ ագայթակղությունները, եւ ծածուկ են այդ գայթակղությունները։ Գիտեք, այսօր շատ մարդիկ, նույնիսկ քրիստոնյաներ, եկեղեցու միջի մարդիկ տարակուսած են, չգիտեն, աճ գնան, ձախ գնան, այս ինչա կատարվում, ոնց պիտի անենք, ինչ պիտի անենք։ Սրանք էլ տեսակ գայթակղություններ են մարդկանց ճշմարտության ճանապարհից շեղելու համար։ Այս կողմ հարենք, այն կողմ հարենք, ինչ անենք, ոնց անենք։ Մենք մի կողմ ունենք։ Մենք ունենք Հիսուս Քրիստոս, մենք ունենք ավետարան, մենք ունենք երկնքի արքայության ճանապարհը, որից պիտի չշեղվենք։ Ինչ է մեր անելիքը։ Հավատարմորեն ընթանալ մեր հավատքի ճանապարհը, չնայել աջ ու ձախ, չնայել գայթակղություններին, չնայել հալածանքներին, չնայել տեսակ սպառնալիքներին, այլ ուղիղ քայլել այն ճանապարհը, որ Աստված մեր առաջ բացել է, որի մեջ Աստված մեզ կանչել է։ Ինչ է պետք դրա համար։ Թողնել այն ամեն ինչը, ինչ մեզ խանգարում է գնալ դեպի Աստված եւ գնալ դեպի Աստված։ Ցավոք սրտի հաճախ մարդիկ ասում են, մենք ժամանակ չունենք պատարագի գնալու, մենք ժամանակ չունենք եկեղեցի գնալու, աղոթելու, մենք ժամանակ չունենք Սուրբ Գիրք կարդալու։ Բայց ժամանակը, որ մենք ունենք ուրիշ բաների համար օգտագործելու, ով տվեց մեզ։ Ինչի համար տվեց մեզ։ Տվեց մեզ աշխարհիկ հոգսերով զբաղվելու համար։ Այդ աշխարհիկ հոգսերն ու գործերը, որ մենք ունենք տեսակ, մի բանի համար է, որ այդ ամեն ինչը ապահովի մեզ երկինք գնալու ճանապարհին հանգիստ ընթանալու համար, բայց եթե դրանք դառել են նպատակ միջոցից եւ մեր երկնքի ճանապարհն է խցվում դրանցով, երկնքի ճանապարհից ենք շեղվում դրանով, դրանք անիմաստ են։ Մենք հաճախ դժգոհում ենք, տրտնջում ենք, ասում ենք, բա Աստված ինչի չի անում, բա Աստված ինչի չի տեսնում, բայց մենք մեզ հարց տալիս ենք, իսկ մենք թողնում ենք այդ ամեն ինչը, թողնում ենք հանուն ավետարանի, հանուն Աստծո, թե այդ վերաբերվում է ուրիշներին, մեզ չի վերաբերվում, մեր պարագային շատ կարևոր մենք բաներ ունենք անելու, որոնք թողնել հնարավոր չի։ Ուրիշները կարան իրանց ընտանիքը թողնեն, բայց մենք չենք կարող թողնել։ Ուրիշները կարան իրանց գործը թողնեն կամ պիտի թողնեն, բայց մենք չպիտի թողնենք, որտեղ մեր գործը կարևոր է։ Մեր անելիքը կարևոր է։ Ինչ որ կարևոր ենք, այն էլ պիտի ստանանք։ Երկնքի արքայությունը կկարևորենք, երկնքի արքայություն կստանանք։ Այս աշխարհի հոգսերը կկարևորենք, այս աշխարհի մեջ էլ կմնանք։ Կզրկվենք երկնքից։ Այդ դրվագից առաջ եղած հարուստ երիտասարդը ուզում էր երկնքի արքայություն մտնել։ Դրա համար էր եկել Հիսուսի մոտ, ասում էր ինչ անեմ, ասա ինչ անեմ, ինչ պիտի անեմ, որ երկնքի արքայություն մտնեմ։ Բայց երբ որ Հիսուս իրեն ասաց ինչ պիտի անի, ինքը պատրաստ չէր այդ անելու։ Մենք էլ հաճախ պատրաստ չենք այդ անելու։ Մենք ուզում ենք չարած մտնել երկնքի արքայություն, չի լինի տենց բան։ Եթե մենք պիտի չանենք այն ինչ որ Աստված մեզանից պահանջում է,
եւ ուզենք, որ մտնենք երկնքի արքայություն, չի կարող այդպիսի բան լինի։ Շատ բան չի պահանջում Աստված մեզանից։ Աստված մեզանից պահանջում է ընդամենը սեր եւ կամեցողություն։ Գիտի, որ մեր ճիքն ու ջանքը անիմաստ է, անօգուտ է, որտեղ մենք մեր ճիք ու ջանքով ոչնչի չենք կարող հասնել։ Մենք մեր տեղում դոփում ենք անընդհատ։ Մենք միշտ նույն մեղավոր մարդն ենք մնում։ Մենք չենք կարող մեղքը հաղթահարենք, սրբված կանգնենք Աստծո առաջ։ Ինքը պիտի մեզ սրբի, ինքը պիտի մեզ տանի, ինքը մեզ պիտի առաջնորդի, բայց գոնե մենք պատրաստակամություն ունենանք ամեն ինչ թողնելու եւ իր առջև կանգնելու, ամեն ինչ թողելու դեպի իրան գնալու։ Մարդու կյանքը նման է մի ճանապարհորդի, որը իր ճանապարհը գնալուց բարիքները հավաքում, աչից, ձախից, ինչ պատահում է ճանապարհին հավաքում է, բայց քանի բարիքները շատացնում է, այնքան իր բեռը ծանրանում է եւ իր ընթանալը դժվարանում է։ Եվ այսպես կամած ծանրանալով դժվարությամբ հասնում է մի վերջնակետի, որտեղ մի պատ է։ Եվ այդ պատը պետք է մագլցել, այդ պատը պետք է բարձրանալ եւ անցնել։ Ոչ քանդել հնարավոր, ոչ էլ շրջանցել։ Այստեղ արդեն պիտի այդ ամբողջ հավաքած բեռները թողես, որ կարողանաս այդ պատը անցնել։ Առանց բեռները թողնելու հնարավոր չի այդ պատը անցնել։ Եթե պիտի դանենք մի օր պատի տակ թողնենք այդ բեռները, նոր փորձենք պատը անցնել, ինչի ենք այդ բեռները հավաքում եւ այդ բեռները մեզ խանգարում են։ Չեն թողնում, որ մենք ազատագրվենք դրանից եւ գնանք դեպի Քրիստոս։ Այստեղ մի քիչ ոմանք կարող են սխալ հասկանալ, ասում է, ով որ չթողնի իր հորն ու մորը, իր զավակին ու իր կնոջը, իր քրոջն ու իր եղբայրը։ Իրականում սա թողնել չի։ Թողնել ֆիզիկական առումով, բայց շահել հոգևոր առումով։ Այո, եթե քո հայրդ ու մայրդ, քո քույրդ ու եղբայրդ, քո զավակդ քեզ հետ չեն գալիս Քրիստոսի ճանապարհին, եւ քեզ այդ ճանապարհից հետ են պահում, քեզ այդ ճանապարհից շեղում են, պիտի թողնես, ընթանաս, որ հետո կարողանաս նաեւ իրանց հետ բերել։ Սյունյակյացը երկար ժամանակ տասնամյակներ մորը չէր տեսել, որտեվ տնից փախել էր երիտասարդ տարիքում։ Երբ մայրը վերջապես եկավ իրեն գտավ ինքը արդեն հռչակավոր Սուրբ Հեսյան վրա, չիջավ մոր հետ հանդիպելու։ Ասեց մենք կհանդիպենք երկնքում։ Թողել էր մորը։ Ֆիզիկապես թողել էր, բայց հոգեպես շահել էր մորը, որտեղ ինքը մերձեցել էր նրան, ով իրեն մայր էր պարգևել։ Իր տիրոջը եւ իր մոր տիրոջը։ Եվ մոր համար էլ իր աղոթքներով, իր տքնություններով երկնքի ճանապարհ էր բացել։ Մենք որ մի բանի կարճում ենք, դա կորցնում ենք։ Պետք չի կարճել ոչինչի։ Պետք է միայն կարճել Աստծուն։ Մնացած ամեն ինչը մեզ ձգում է Աստծուց հեռացնելու, մեզ Աստծուց հեռու է տանում, հետ է պահում։ Նամանավանդ էս մեր ժամանակներում, որ գայթակղությունները շատ են աշխարհի մեջ, որ ամեն ինչ աշխարհի մեջ ընենց է հնարված, որ մարդը միայն թե Աստծուն չգնա, միայն թե մարդը Աստծուց հեռանա, ինչ կուզես արա, ոչ մի բանի համար քեզ չեն մեղադրի կամ չեն վատաբանի, քեզ չեն պախարակի, միայն թե Աստծո հետ մի եղիր, միայն թե եկեղեցի մի գնա, միայն թե Սուրբ Գիրք մի կարդա, միայն թե աղոթք մի արա։ Եվ բոլորս գիտենք անխտիր, որ այս տեսակի հալածանքներ սկսում են առաջերտին ընտանիքից։ Տան մեջ են սկսում հանդիմանել, նախատել, չարանալ, թշնամանալ, եկեղեցի գնալու համար, ավետարան կարդալու համար, աղոթք անելու համար։
Եթե տուն տանեցիները արդեն այդպես պիտի վարվեն, էլ ու մնաց թե աշխարհը այդպես չվարվի։ Սրանք փորձություններ են, որոնք բոլորի առջև դրվում են։ Եվ ամեն մարդ, ով ուզում է հասնի երկնքի արքայության, ասում է պիտի պատրաստ լինի հալածանքներ, նեղություններ, վշտեր կրելու եւ այդ ամեն ինչի միջով անցնելու։ Բոլորին տրված չի արժանանալու նահատակության պատվին, նահատակության պսակին, բայց նեղությունները, վշտերը, փորձությունները հաղթահարելը այսօրվա համար մի տեսակի մարտիրոսություն կամ նահատակություն է։ Եթե մարդը հավատարմորեն կարողանում է այս աշխարհի տեսակ կապերն ու կապանքները խզել, քանդել, չմնալ դրանց մեջ եւ գնալ Տիրոջ հետևից։ Այսօրվա սրբերից մեկի վարքի մեջ այսպիսի մի բան կար։ Հաբիբա Սարգսակը ասում է, երբ ինքը նահատակվեց, գնում էր նահատակության ավելի ճիշտ, տանում էին խառունկի մեջ այրելու, իր մայրը եւ իր հարազատները սպիտակ հանդերձներով գնում էին իր ետևից, կարծեք թե իրենց որդու պսակին էին գնում, որտեվ իրականում իրենց զավակը պիտի պսակվեր մարտիրոսության պսակով, պիտի պսակվեր նահատակության պսակով, եւ այսպես էին մտածում, այսպիսի մտածողություն ունեին մարդիկ, որտեվ գնում էր Աստծո հետ միանալու, իսկ մենք հակառակ մտածողություն ունենք, ասում ենք թող մեր հարազատները մեզ հետ միանան, ոչ թե Աստծո հետ միանան, մեր կողքին լինեն, ոչ թե Աստծո կողքին լինեն։ Հանկարծ մատը փուշ չմտնի, հանկարծ ոտը քարին չկպնի։ Եթե մատը փուշ չմտավ, ոտը քարին չկպավ, ո՞նց մարդը կդառնա դեպի Աստված։ Այս մտածողության պակասը կա այսօր մեզ մոտ, մեզանում։ Եվ այսօր մենք ավելի մարմնավոր, նյութական, մտածելակերպ, աշխարհայացքի տեր մարդիկ ենք, դրա համար էլ էս է մեր վիճակը։ Մենակ մենք չէ, ամբողջ աշխարհն է, մասնավորապես նաև մենք։ Այսօր Աստված մեր կյանքերում իրականում մեր կյանքերում համար մեկ տեղում չի։ Նույնիսկ եթե բերանով ասում ենք, բայց մեր կյանքը ցույց է տալիս, որ այդպես չի։ Համար մեկ տեղում շատ ավելի կարևոր բաներ ունենք, ճակերտավոր կարևոր բաներ մենք։ Մեր գործը, մեր տունը, մեր ընտանիքը, մեր տեղը, մեր փողը, մեր վաստակը, մեր ունեցվածքը, ասեց մինչև այդ բոլորից չհրաժարվեք, չեք կարող երկնքի արքայություն մտնել։ Մի կին ճանապարհ է գնում եւ ճանապարհին արվի մեջ մի հատ թանկարժեք քար է գտնում։ Մեծ էսպիսի շատ թանկ քար։ Վերցնում է այդ քարը, դնում է իր խուրջինի մեջ եւ ճանապարհը շարունակում է։ Ճանապարհին հանդիպում է մի անցորդի։ Այս անցորդը ասում է քույրիկ, ինձ հաց կտաս մի կտոր։ Այս կինը խուրջինը բացում է եւ մի կտոր հաց է տալիս խուրջինից այս անցորդին։ Անցորդը հացը վերցնելուց նկատում է այդ թանկագին քարը այդ խուրջինի մեջ։ Մի անգամից ասում է քույրիկ, այդ քարը կտաս ինձ։ Այս կին առանց մտածելու քարը վերցնում է, տալիս է, ասում է վերցրու եղբայր։ Անցորդը վերցնում է, գնում է ու սկսում է մտածել, այս քարը այնքան թանկ արժի, որ ես սրանով կարող եմ ամբողջ կյանքս ապահով ապրել, սրա արժեքով։ Եվ այսպես մտածելով գնում է, մի շաբաթ հետո վերադառնում է այդ կնոջ մոտ։ Ասում է քույրիկ, ես եկել եմ այս քարը վերադարձնեմ քեզ, բայց ավելի թանկ բան եմ ուզում քեզանից ստանալ։ Ասում է, ինչ ես ուզում ստանալ։ Այն, թե ինչու դու այդ քարը տվեցիր ինձ։ Սա շատ ավելի թանկ արժի, քան այդ քարի արժեքը։ Ինչու դու այդ քարը տվեցիր ինձ։ Այս հարցի պատասխանը ինձ համար շատ կարևոր է։ Մենք էլ եկեք մտածենք։ Ինչի այդ կին այդ քարը տվեց այդ մարդուն։ Այս հարցի պատասխանից է կախված մեր կյանքը։
Մենք պատրաստ ենք այդ մեր ունեցած թանկարժեքը տալու ինչ-որ մեկին, որտեղ այդ տալը շատ ավելի թանկ արժի, քան թե այդ թանկարժեքը։ Եվ այսօրվա սրբերը իրենց կյանքերը տվեցին Քրիստոսի համար, իրենց կյանքերը տվեցին ավետարանի համար։ Այդ տալը շատ ավելին արժեր, քան իրենց կյանքը, եւ Աստված էլ իրենց լուսեղեն պսակներով զարդարեց, սրբերի դասում դասեց եւ դարեր շարունակ 4-րդ դարից սկսած մինչեւ այսօր եկեղեցին իրենց հիշատակն է կատարում, իրենց տոնն է կատարում եւ իրենց բարեխոսությունն ենք խնդրում։ Թող իրենք բարեխոս լինեն մեզ համար, որպեսզի Աստծո ողորմությունը մեզ հետ էլ լինի, մենք էլ կարողանանք տալ, որտեղ այդ տալը շատ ավելի կարևոր է, քան այն ինչ որ մենք պիտի տանք, պատրաստ լինենք մեր ամեն ինչը տալու Քրիստոսի սիրո համար։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի։ Ամեն։